Ողջույն, մեր կենցաղում այն էլ վերջին տարիներին փողերի լվացում արտահայտությունը չափազանց շատ է կիրառվում։ Իսկ դուք գիտեք, որ դա իրոք կապված է լվաց կանելու հետ։ Այսպիսով փողերի լվացում արտահայտությունը կենցաղ է մտել 1930-ականներին եւ այն ժամանակ ունեցել է ուղիղ նշանակություն կապված լվացքատների հետ։ Բոլորիս հայտնի է, որ 1919 թվականին Միացյալ Նահանգներում սկսել է գործել 4 օրենքը, ինչն էլ դարձել է մաֆիայի ծաղկման սկիզբը։ Հենց այդ ժամանակ առաջացել են կրիմինալ խմբավորումներ, որոնք զբաղվել են ալկոհոլային խմիչքների վաճառքով, միաժամանակ ծաղկել է մարմնավաճառությունն ու խաղամոլությունը։ Իդեպ, այդ ժամանակ ամերիկացիները սկսել են խմիչք օգտագործել մի քանի անգամ ավելի շատ։ Ինչպես ասում են, արգելված պտուղը դարձել է ավելի քաղցր։ Այդ ժամանակ Ամերիկայում գործող իտալական կրիմինալ խմբավորումները ձևավորված էմիգրանտներից Ալ Կապոնեի գլխավորությամբ սկսել են վերել կապրել։ Նրանք ունեցել են բազմամիլիոնանոց եկամուտներ, սակայն ըստ գործող օրենքի ոչ միայն չեն կարողացել ցույց տալ եկամտի աղբյուրը, այլ նաև օգտագործել, քանի որ նրանց գումարը եղել է կանխիկ։ Հենց այդ ժամանակ Ալ Կապոնեն որոշել է գնել բոլոր լվացքատները, կառուցել նորերը եւ կանխիկ գումարները ցույց տալ որպես լվացքատներից ստացվող եկամուտ։ Լվացքատները սկսել են գործել շատ էժան սակագներով, որպեսզի գրավեն շատ հաճախորդների։ Լվացքատներից ստացված եկամուտին ավելացել է կրիմինալ ճանապարհով ձեռք բերված եկամուտը։ Ահա այստեղից էլ առաջացել է փողերի լվացում արտահայտությունը։ Այդ ժամանակից ի վեր Միացյալ Նահանգներում ընդունված է սպիտակեղենը լվանալ լվացքատներում, քանի որ դրանք շատ են, իսկ սակագինը բավական էժան։